մինչև մարտի 8-ը Իդեան համակարգի ցանկացած խանութսրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Շարունակում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորյաշվիլին, մարտի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը, արդեն իսկ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Վրաստանի վարչապետ Կոբախիձեի առանձնազրույցը, զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, կարևորվել է տնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, այդ համատեքստում ընդգծվել է Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացումը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նորազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում, վարչապետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ, կարևորվել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման ուղղված քայլերի շարունակականությանը եւ եւս մեկ տեղեկություն հաղորդեմ, որը հենց նոր հրապարակեց արտգործնախարարությունը, մասնավորապես Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի Սիղնաղի քաղաքում հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոջորյաշվիլիի հետ, քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր, ընդգծելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը, հաջող անցկացումը դինամիկ փոխգործակցության հերթական դրսևորումն է։ Միրզոյանը եւ Բոջորյաշվիլին անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Նախարարները կարևորել են լարվածության նվազեցման եւ խնդիրների խաղաղ ճանապարհով հասցեագրման ուղղությամբ ջանքերը, ընդգծելով խաղաղության պայմաններում արկա առավելությունները։ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները կարևորել են Մերձավոր Արևելքում երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունների միջոցով տեղում քաղաքացիներին հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում փոխգործակցությանը։ Հանդիպանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հնարավորությունների շուրջ, հայտնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Երեկ երեկոյան էլ Թբիլիսիում ռեստորաններից մեկում Հայաստանի վարչապետը հարվածային գործիքներ է նվագել, նշելով պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար։ Այսօր առավետյան էլ Փաշինյանը սրտիկով բարի լույս է մաղթել վրացերեն գրառմամբ, նշելով մաղթում եմ ձեզ լավ օր եւ սիրում եմ բոլորիդ։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը պնդում է, իր տվյալներով երկրորդ նախագահի առաջնորդած ուժը հունիսին կայանալիք ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի։ Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում, թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու իմ տվյալներով, իմ ինֆորմացիայով միանշանակ այդ խնդիրը ինքը ունի։ Ալեն Սիմոնյանը ասում է 2021-ին Քոչարյանին ձայն տվածների մեծ մասը հունիսին կայանալիք ընտրություններում այլևս երկրորդ նախագահի օգտին չի քվեարկելու։ Սիմոնյանի համոզմամբ Քոչարյանի ընտրազանգվածի մի մասն իր ձայնը տալու է ընդդիմադիր այլ ուժի։ 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսը ակնհայտ կամ չեն հատելու, կամ դժվարությամբ են հատելու, այսինքն լինելու է մի հատ մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրարշավը ցույց կտա։ Կարծում եմ, որ կամ այս նոր ստեղծված մեր ձևով տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է, իրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար։ Քոչարյանը, թե որտեղ իրանք երկուսն է ձայն են տանելու եւ ձայն են տարել Հայաստան դաշինքի այդ, այսպես ասած, ընտրազանգվածից։
Կասկածի տակ դնելով Քոչարյանի առաջնորդած ուժի խորհրդարան անցնելու հնարավորությունը ազգային ժողովի խոսնակը փոխարենը պնդել է, թե իշխող քաղաքացիական պայմանագիրը հունիսի 7-ին շատ ավելի մեծ թվով ձայներ է ստանալու, քան նախորդ ընտրություններում։ Հիշեցնեմ, 2021-ին ՔՊ-ի օգտին քվեարկել էր ավելի քան 680,000 ընտրող։ Ալեն Սիմոնյանի պնդումներին արձագանքել է երկրորդ նախագահի գրասենյակից, դրա ղեկավար Բագրատ Միկոյանը Ազատությանը փոխանցել է, որ իրենց հարցումները բոլորովին հակառակ պատկերն են արձանագրել, սակայն չի մանրամասնել, թե ինչ պատկերի մասին է խոսքը։ Իդեպ Միկոյանը նաև տեղեկացրել է, որ մարտի կեսերին կհայտարարվի Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուի մասին։ Հիշեցնեմ, Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ասել է, թե վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշումը կկայացնեն սոցհարցումներից հետո։ ՀՀԿ-ն էլ նորից իմպիչմենթի հարցն է բարձրացնում։ Դեմ լինել իմպիչմենթին նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, ասում է Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Վարչապետին խորհրդանում անվստահություն հայտնելու ՀՀԿ-ի նախաձեռնած գործընթացը անցած տարի այդպես էլ որևէ արդյունք չտվեց։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները չեն բավարարում, որ նրանք ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնեն, անհրաժեշտ 36-ի փոխարեն ունեն 34 ձայն, իսկ որպեսզի նախագիծն ընդունվի, 54 падգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն մոտ 2 տասնյակ իշխանական падգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։ Մամիջանյանը կարծում է, որ իմպիչմենթը եւ ընտրական պրոցեսները իրար չեն հակասում, այլ փոխլերացնում են։ Անկախ արդյունքներից ՀՀԿ-ում կարծում են, որ փողոցային պայքարը կստիպի իշխող ՔՊ-ին ետ կանգնել ընտրակեղծիքներից։ Եթե իմպիչմենթի օրակարգով գեներացվի փողոցային հուժկու պայքար, նույնիսկ Հանրապետականի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանն էլ երեք դիմել է կուսակցության գործադիր մարմնին, խնդրելով քննարկել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու եւ վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգի շուրջ ընդդիմադիրներին միավորելու հարցը։ Երրորդ նախագահի առաջնորդած ուժը դեռևս որոշում չունի, մասնակցելու են հունիսի 7-ի ընտրություններին թե ոչ։ Սերժ Սարգսյանը խոստացել է այդ հարցի պատասխանը տալ այս ամսվա վերջին կամ ապրիլի սկզբին։ Իսկ պառակտված ընդդիմությանը միավորող միակ ուժը ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանն է, հայտարարել է առաջին նախագահ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը։ Գնահատելով ընդդիմության դաշտի իրավիճակը, կոնգրեսի առաջնորդն ասել է, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել։ Անհրաժեշտ է հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է։ Լինելով ինքնաբավ ու կայացած անձնավորություն, Կարապետյանը ունակ է լուծել այդ խնդիրը, կարծում է առաջին նախագահը։ ՀԱԿ-ը եւս հայտարարել է հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին մասնակցության մասին։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։ Միլիարդատեր գործարար Կարապետյանը ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն է, կուսակցության նախընտրական ցուցակը սակայն կգլխավորի նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանը, որը լինելու է անցումային ժամանակահատվածի համակարգողը, երաշխավորը, որպեսզի ազգային ժողովը իրականացնի սահմանադրական փոփոխություն։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի, ոչ էլ падգամավորի թեկնածու, քանի որ գործարարը Հայաստանից բացի նաև Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացի է։ Վերջերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունն ու օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ Գագիկ Ծառուկյանն էլ նոյան տապան է ստեղծել եւ ընտրություններին մասնակցելու է առաջարկ Հայաստանի նախաձեռնությամբ։ Եվ այժմ կզրուցեմ Restart քաղաքացիական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանի հետ։ Ողջույն պարոն Ավագյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ սկսենք այսպես ասած իմպիչմենթի գործընթացից, որը էլի օրակարգ է բերում Հանրապետական կուսակցությունը կամ Պատիվ ունեմ խմբակցությունը կամ Սերժ Սարգսյանը, հետևաբար նրանք նաև նշում են, որ փողոցային պայքար է անհրաժեշտ եւ իմպիչմենթը սպասվող ընտրություններին չի խանգարում, այլ լրացնում է որպես հավելյալ ճնշման միջոց գործիք, այդ թվում եւ փողոցային պայքարը։ Ինչն է ստիպում, որպեսզի ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերին, այսպես ասենք, կրկին փողոցային պայքար սկսելու առաջարկ նետեն, հա, իրենց վարչապետի թեկնածուն էլ է այդպիսի հարցով դիմել հանրապետականների գործադիր մարմնին։ Կոնկրետ հանրապետականի մասով իրենք իմ կարծիքով վստահաբար հասկանում են, որ թեև պարոն Մամիջանյանը, հա, իրենց կուսակցությունից պատգամավոր նշում էր, որ իրենք կարող են անցողիկ շեմ ապահովել, այնուամենայնիվ ես կարծում եմ նաև այս վերջի վստահելի ամենատարբեր, հա, պարբերականների կողմից իրականացվող հարցումները ցույց են տալիս, որ իրենք այդ անցողիկ շեմը չունեն եւ
հավանաբար լուսանցքում են մնալու առաջիկա ընտրությունների արդյունքում, ուստի իրենք ցանկանում են որևիցե մի քաղաքական գործընթաց հարուցել առասարակ քաղաքական դաշտում երևալու համար, որ իրենց կուսակցությունը, այսպես ասած, իրենց պոտենցիալ ընտրողների շրջանում կամ ընդդիմադիր դաշտում լուսանցքային իրավիճակում կամ ուշադրությունից դուրս կամ թեմայից դուրս չմնա։ Այլապես ես չեմ կարծում, որ կա մարդ, որ դեռևս հավատում է իմպիչմենթի օրակարգին, շատ ավելի բարձր ու նպաստավոր պայմաններում դա տեղի չունեցավ, մասնավորապես սրբազան շարժման ժամանակ, ինչպես նաև այսօր էլ հասարակական այնպիսի տրամադրություններ չկան, որ կարողանան իրենց իսկ կողմից ձևակերպված տարբեր թրիգերներով շարժումներ հարուցեն ու ճնշեն օրինակ այդ շարժումների ճնշման տակ քաղաքացիական պայմանագրից ինչ-որ 20 պատգամավոր իրենց կողմ քաշելու եւ իմպիչմենտ ձեռնարկելու համար։ Այդ դեպքում պարոն Ավագյան դուրս է գալիս, որ հանրապետականները թիրախավորում են ընդդիմադիրներին ընտրություններից առաջ, կանգնեցնելով, այսպես ասենք, փաստի առաջ ընտրությունների նախաշեմին հերթական ձախողված փորձ իրականացնել, հա։ Իրենք առացակ, ես կարծում եմ իրենց մոտիվացիան, հա, եթե դա ենք փորձում հասկանալ, ուղղակի քաղաքական դաշտում ջրի երեսում մնալն է, այսինքն որ մարդիկ չմոռանան իրենց մասին, որ իրենք որպես քաղաքական ուժ ցույց տան, թե դեռևս գործունակ են, որովհետև նկատվում է, որ օրինակ մենք ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված քաղաքական ուժերի օրինակ մեր ձևով շարժման մեջ ավելի համագործակցային մթնոլորտ ենք տեսնում, մասնավորապես այնտեղ միմյանց հետ կադրերով են փոխանակվում, օրինակ այդպիսի օրինակը Վարդևանյանի հայտնվելը Կարապետյանների ցուցակում, ուստի իսկ հանրապետականի պարագայում իրենք շատ լուսանցքային իրավիճակում են, ես չեմ կարող ասել, թե իրենք հատուկ թիրախավորում են ընդդիմությանը, բայց թեև տրամաբանական կլիներ վերլուծության անել, ամենայն դեպս իրենց մոտիվացիան, որ ես փորձում եմ հասկանալ, դա ուղղակի թեմայի մեջ լինելն է, ջրի երեսին մնալն է, որ իրենց մասին չմոռանան, սա է ուղղակի փորձում են ցույց տան, որ իրենք դեռևս գործունակ կարողունակ քաղաքական ուժ են։ Իսկ ազգային ժողովի նախագահի կանխատեսումները, որ Ռոբերտ Քոչարյանը անցողիկ շեմը հաղթահարելու պրոբլեմ է ունենալու, այս պահին նրանք խորհրդանում երկրորդ մեծությամբ խմբակցությունն են եւ նշում է, որ նրա անդրազանգվածի մեծ մասը արդեն այլ ընդդիմադիր ուժերի, այսպես ասենք, ուղղությամբ է կողմնորոշվել, դե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից ասում են, որ իրենք բոլորովին այլ հարցումների պատկեր ունեն եւ հունիսի 7-ին արդեն գետնի վրա իրավիճակը շատ ավելի պարզ կլինի, հա։ Նկատի ունեմ ենթադրաբար այստեղ ուժեղ Հայաստանի մասին է նաև խոսվում եւ գուցե Գագիկ Ծառուկյանի, Նոյան Տապանի կամ առաջարկ Հայաստանի մասին, դուք կարծում եք, որ հիմնական մրցակցությունը լինելու է ուժեղ Հայաստանի եւ պատկերավոր ասած Նոյան Տապանի միջև ընդդիմություն ձևավորելու հարցում, հա։ Տեսեք, EVN report-ի կողմից հրապարակված վերջին հարցումը հետևյալ պատկերն է ցույց տալի, որ ըստ իրենց հարցումների քաղաքացիական պայմանագիրն ունի 26%, մեր ձևով ունի 11%, Գագիկ Ծառուկյանի այդ Տապանը ունի 6% եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանը 4%-ից մի քիչ ավելի քիչ Հայաստան դաշինքը Եվ այդ դաշինքների պարագայում, այո, ըստ EVN report-ի հարցման իրենք չեն կարողանում մտնել խորհրդարան, համենայն դեպս իրականում այս հարցումների թվերը, որ հրապարակվում է եւ հետո լինում են արդեն ընտրությունները, սովորաբար այս թվերից մի քիչ ավելի շատ է լինում իրական պատկերը, տարբեր հանգամանքների բերումով, օրինակ մասնակցածների ձայներն է բաժանվում մասնակցածների մեջ, միևնույն ժամանակ շատ մարդիկ օրինակ հարցումների ժամանակ պատասխաններ չեն տա, բայց իրականում գնում ընտրում են եւ այլն, այսինքն այս ամենատարբեր գործոններից ելնելով այս թվերը ավելի մեծ կլինեն համամասնաբար, ինչպես արտացոլված է, ամեն դեպքում ես կարծում եմ, որ մտքի մեջ, որ Ռոբերտ Քոչարյանի ինտրազանգվածը ավելի շատ գնացնա մեր ձևերին, այդ առումով համաձայն եմ, EVN report-ը նույնպես այդ վերլուծության մեջ այդ եզրահանգմանը եկել է համեմատելով նախկին արդյունքների հետ, բայց ես կարծում եմ այնուամենայնիվ կա որոշակի ինտրազանգված, որը պոտենցիալ հնարավորություն տալիս է, որ Հայաստան դաշինքը շեմը հատի, հա, ես կարծում եմ, որ իրենք քիչ ոնց որ ձայն կհավաքեն, էական ձայն չեն հավաքի, բայց այն որ չեն անցնի խորհրդարան, մի քիչ կասկածում եմ, կարծում եմ իրենք այնուամենայնիվ կկարողանան խորհրդարան անցնել։ Ծառուկյանը Եվ Ծառուկյանը իրականում եւ նաեւ կարծում եմ խորհրդարան կանցնի 4 ուժ, Քոչարյանի ուժը, մեր ձևովը, Ծառուկյանը եւ ԿՊ։ Այս 4 ուժերը կլինեն խորհրդարան։
Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ շնորհաշատ վարչապետի թեկնածուն դա Սամվել Կարապետյանն է, կոչանում նրա շուրջ համախմբվել, միաժամանակ իրենք մասնակցելու են ընտրություններին, ունեն վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյան, ըստ տարբեր տեղեկությունների, տարբեր համայնքներում, մարզերում ՀԱԿ-ը լոբինգ է անում, որպեսզի մարդիկ գնան ընտրեն Սամվել Կարապետյանին, ՀԱԿ-ի մոտ ինչ, այսպես ասած, տրանսֆորմացիա է կամ գուցե ոչ մի տրանսֆորմացիա էլ չկա, այն է ինչ կա։ Տեսեք, իհարկե խիստ տարօրինակ հայտարարություն է, մասնապես այն պարագայում, երբ որ քո կուսակցությունը ունի թեկնածու եւ դուք մասնակցում եք ընտրություններին, առնվազն սա ես օրինակ կընկալեի որպես ոչ այդքան հարգալից վերաբերմունք քո իսկ թեկնածուի նկատմամբ, իրականացված հայտարարությունից ես ինքս այսպես մի քիչ զարմացել եմ, որովհետեւ ամեն անգամ հրապարակայնորեն առնվազն իրենց թեկնածուն Լևոն Զուրաբյանն է եւ ինքան անդադ խոսում է, խորհրդարան գնալու ընտրություններին մասնակցելու մասին, ինչ վերաբերում է, կարծում եմ այստեղ ընդհանուր թեման կապված է Ռուսաստանի հետ, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է աջակցել, չի ցանկանում աջակցել այնպիսի ուժերի, ովքեր հիմնականում չեն ապավինելու կամ չեն բերելու Ռուսաստանին այս տարածաշրջան եւ առհասարակ թե բանակցություններում կլինի, թե արտաքին քաղաքական վեկտորի ընդհանուր առմամբ մասով կլինի, կապավինեն ու կներգրավեն ավելի շատ Ռուսաստանին։ Այսինքն ես կարծում եմ, այստեղ խնդիրը ոչ թե Սամվել Կարապետյանի անձն է, այլ խնդիրը այնպիսի ուժի մատնացույց անելն է, խրախուսելն է, որ մարդիկ գնան ընտրեն, ովքեր ռուսամետ են։ Այսինքն ՀԱԿ-ը եւս ռուսամետ կողմնորոշում ունի։ Դե միջև այս հայտարարությունը ես մի քիչ կասկածում եի, բայց այս հայտարարությունից ինձ այլ բան չի մնում եզրակացնել, որովհետև այդ պարագայում ինչու դու պետք է թեկնածու ունենաս, բայց ակնհայտ ռուսամետ թեկնածուի օրինակ ակնարկես, որ գնան օրինակ քո հետևորդները քեզ լսողները քվեարկեն։ Ես այլ բացատրություն չեմ գտնում, միևնույն ժամանակ վերջերս նաև ականատես եմ, որ պարբերաբար է Ռուսաստանի դեսպանի հետ առաջին նախագահ հանդիպում, ուստի այս մի քանի գործընթացները թույլ է տալի եզրակացնել այդպես։ Համենայն դեպս իրենք օրինակ իրենց հիմնական առաջարկները, որ TRIP-ին զուգահեռ գնան նաև BRICS, եւ իրենք նաև հայտարարում են, որ Աշոտ Լևոն Զուրաբյանը մշտապես հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում վերաբանակցել Վաշինգտոն հռչակագիրը կամ ինչ-որ բան, բայց առաջին նախագահի այս հայտարարությունը համենայն դեպս ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ պատճառը այս պրոռուսական գիծն է ավելի շատ։ Եվ բնականաբար ամենակննարկվող թեմաներից մեկին մեր հարևանությամբ տեղի ունեցող ռազմական գործողություններ, ինչը կարծում է զարգացումները կարող են մասնավորապես հենց Իրանի պարագայով կարող են մեզ մոտ ներքաղաքական ճնշման, այսպես ասենք, հավելյալ գործոն դառնալ։ Չեմ կարծում, թե ներքաղաքական մասով սա որևիցե ճնշում կարող է ստեղծել, մասնավորապես ես հիշում եմ, օրինակ երկրորդ նախագահը առաջարկում էր, որ որպես մեր անվտանգության մակարդակի բարձրացման միջոց Հայաստանը Իրանի եւ Ռուսաստանի հետ Սյունիքում համատեղ ինչ-որ զորավարժություններ իրականացնի, որպեսզի Ադրբեջանին ցույց տա, որ մենք ունենք դաշնակիցներ։ Ես կարծում եմ ընդհակառակը այս իրավիճակը օրինակ քաղաքական առումով ավելի շահավետ է ՔՊ-ին, որովհետեւ իրանք անդադ մատնանշելով ներկայ ստեղծված իրավիճակը Իրանում կարող են հավելյալ դիվիդենդներ հավաքել իրենց օրակարգի իրավացիությունը, այսպես ասած, հասարակության շրջանում ներկայացնելու համար, դրանց զուգահեռ ես կարծում եմ վտանգներից մեկը այն է, որ թե զանգվածային ներգաղթ լինի, սա ավելի շատ կառաջացնի հումանիտար, նաև ճգնաժամային խնդիրներ, որտեղ Իրանը դա մեծ բնակչության պետություն է, հետևաբար այդ պարագայում մենք օրինակ չգիտենք թե վաղը ինչ կլինի, միսօր ինչ կլինի, նաև օրինակ ամերիկյան կողմի հայտարարություններից, նաև միջազգային մամուլին հետևելով հասկանանք, որ գոնե ամերիկյան կողմը պատկերացնում է, որ թե իրենց ուզածին չհասնեն, կարող է մինչև 60 օր անընդհատ ռմբակոծություններ լինեն, իսկ սա երկար ժամանակ է եւ համընկնում է հենց այս նախընտրական ժամանակահատվածի հետ։ Այսինքն միակ ռիսկը, որ ես այստեղ տեսնում եմ գլոբալ առումով, դա այդ հումանիտար մեծ ռիսկն է, որ կարող է մեծ քանակությամբ մարդկանց ներհոս լինի ընդհանուր առմամբ Խաթարի Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, իսկ թե կոնկրետ ինչ եղանակով պետք է դրան արձագանքել, ես կարծում եմ, որ սա արդեն իշխանության տիրույթում է, իրենք պետք է հստակ ռազմավարություն հակաքայլեր այդ հնարավոր հումանիտար աղետը զսպելու ինչ-որ մեխանիզմներ արդեն իսկ մշակած լինեն, թեև մի քիչ կասկածում եմ, որ ռազմավարական մոտեցում իրենք ցուցաբերել են այն ամենների, բայց հուսով եմ, որ որոշակի ինչ-որ պլանավորումներ կան։ Եվ պարոն Ավագյան, նաև հարց էլի
Առավոտից օրինակ ես նաև նամակներ եմ ստացել մեր քաղաքացիներից, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, ովքեր ճամփորդության մեջ էին գտնվում ծոցի երկրներում եւ այսպես իրավիճակ է ստեղծվել, իրենց ճամփորդության ժամկետը ավարտվել է, իրենք չեն կարողանում վերադառնալ։ Օրինակ կան հյուրանոցներ, որոնք ասում են ձեր իրերը հավաքեք եւ գնացեք որտեղ ուզում եք, ձեր կեցության ժամկետը ավարտվել է կամ վճարեք։ Մարդիկ դե պարզ է, չէ, որ ինչ որ X գումար են նախատեսում ճամփորդության համար, այդ գումարը չկա, որ շարունակեն օրինակ վճարել, իրականացնում է Fly One-ը թռիչքներ Օմանից, փորձում է տեղափոխել քաղաքացիներին, որի տոմսի գները բավական աստղաբաշխական են, $1800, $2000 եւ այս պահին էլ քաղաքացիները գրում էին, որ իրենք փորձում են այդ գնով ինչ-որ ձեւով տոմս ձեռք բերել եւ էլի ֆինանսական խնդիրներ։ Հայաստանի արտգործնախարարությունը նշում է, որ իրենք մշտապես կապի մեջ են եւ հիմնականում փոխանցում է, որ հետևեք պաշտոնական ցուցումներին, բայց պաշտոնական ցուցումը որևէ օժանդակություն այդ իմաստով չի կարողանում տրամադրել։ Էմիրություններում մեր դեսպանատունը նշում է, որ կարող են կազմակերպել անվճար տրանսպորտային տեղափոխում դեպի Օման, դե Օմանից էլ արդեն վճարեք այդ գումարը եւ թռեք Հայաստան, այսպես կոպիտ ասած։ Եվ դրան զուգահեռ ես տեսա, որ այնտեղ գտնվող քաղաքացիներին նյարդայնացրել էր վարչապետ Փաշինյանի առավոտյան վրացական երգերի տակ սրտիկները, Վրաստանի ռեստորաններից մեկում հարվածային գործիքների վրա նվագել ու նման բաներ, հա։ Այստեղ կառավարությունը ինչ-որ անելիք ունի, չգիտեմ, գուցե սուբսիդիա տրամադրեր ինչ-որ Fly One-ին, այս մարդկանց անվճար բերեին կամ այդ կեցության հարցերը ինչպես է լուծվելու, ի վերջո մարդիկ իրենց կամքից անկախ են հայտնվել այդ իրավիճակում եւ նրանք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներն են։ Միանշանակ սա պետության կողմից հոգատարության բացակայություն է, որովհետև այնպես չէ, որ չէր կարելի կանխատեսել այս ռազմական բախումը Իրանի հետ, հա, որովհետև ամենատարբեր բարբերականները, նաև Բրիտանիայի դեսպանատունը հաղորդագրություններ տարածել դերևս հարվածներից առաջ նշելով, որ ինքը հանում է իր դեսպանատունը այնտեղից եւ հեռավար են աշխատելու։ Այսինքն այս բոլոր նախադրյալները կար եւ մինչև այս էսկալացիայի այսքան սրումը պետք էր այդ ռազմավարական մոտեցումն ունենալ ու հասկանալ, թե ինչ եղանակով կարելի է խնդիրներին արձագանքել, այնինչ դուք այսօր նշում եք ինքը ես չեմ կարծում շատ խորի եւ համապարփակ հետազոտությունների կարիք ուներ գնահատելու թե ինչպիսի գործողությունների քայլեր պետք է իրականացվեն բնականաբար པարզ է լինելու որ այս ճգնաժամը լինելու է ես անդադար այս օրինակն եմ բերում սա նույն պատմությունն է երբ որ օրինակ պատերազմից առաջ Ռուսաստանը սկսեց Հայաստանի զենք չվաճառել եւ դրանից հետո միայն ափալ-թափալ իշխանությունները սկսեցին այստեղից այնտեղից զենք ձեռք բերել դա նույն այս պատմությունն է որ չկա ռազմավարական մոտեցում եւ նաեւ վտանգը նաեւ որ այսպիսի իրավիճակ կարող է լինել հավանական հումանիտար աղետի պարագայում հա երբ որ 100,000-ավոր իրանցիներ օրինակ գան Սյունիքի սահմանի մոտ կանգնեն ասեն ուզում ենք անցնենք Հետևաբար ես ցավոք սրտի այդքան էլ զարմացած չեմ, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ պետությունը իր պատասխանատվության ներքո պետք է վերցնի իր քաղաքացիներին ու առհասարակ մենք շատ ենք հա խոսում, որ Հայաստանի ապագան պետք է որոշեն Հայաստանի անձնագիր ունեցող մարդիկ, անդադ դա ոնց որ ասում ենք ու ճիշտ ենք ասում, դա ճիշտ գաղափար է, բայց այս պարագայում այդ Հայաստանի անձնագիր ունեցող մարդիկ այդ տարբերությունն է պետք է զգան, լինեն իրանք դրսում թե այստեղ, վերջի իրանք Հայաստանի քաղաքացիներ են ու այդ կենցաղային բնույթի էլեմենտար հարցերը բնականաբար պետք է լուծված լինեն։ Ես չեմ կարծում շատ մեծ ֆինանսական ռեսուրսների մասնախոսքը, մասնավորապես երբ ամենատարբեր հարցերում է, երբ որ իշխանությունները խոսում են, հիմնականում այնպեսի մեկնաբանություններ են անում, որ այնպես չի երկիրը ունի փողի խնդրեմ, հա։ Շնորհակալ եմ, պարոն Ավագյան։ Ես եմ շնորհակալ։ Ռեստարտ քաղաքացիական հիմնադրամի տնօրեն, գործադիր տնօրեն Յուրի Ավագյանն էր զրուցակիցս։